Բարև ընկերներ, իսկ դուք գիտեիք, որ ՔՊԱ-ական պատգամավորի անունը կապվում է ոսկու հանքի հետ։ Շնորհակալ եմ աջակցության համար, շնորհակալ եմ տեսանյութերը հավանելու եւ տարածելու համար։ Հիշեք ընկերներ, մեր բոլորի նպատակը ոչ թե դիմացինին վիրավորելն է, այլ բացատրել, որ չի կարելի հայհոյել։ Դա վայել չէ հայն։ Ես էլ, դուք էլ, բնականաբար կարող ենք ամենավերջին հայհոյանքները տալ մեր թալանչիներին, բայց դրանից որևէ դրական փոփոխություն տեղի չի ունենա։ Հետևաբար մենք գնում ենք ճիշտ ուղիով։ Խնդրում եմ վստահեք եւ հավատացեք, որ գալու է այն օրը, երբ տեղի կունենա իրական հեղափոխություն, ինչի արդյունքում երկրից կմաքրվեն բոլոր տեսակի թալանչիները։ Ընկերներ, երբևէ լսել եք Սոֆի Բինայի հանքավայրի մասին։ Ասեմ, որ սա ոսկու հանքավայր է, որը ոչ ռուսական, ոչ էլ առավել եւս ամերիկյան չէ, այլ զտարյուն հայկական սեփականատիրոջ կամ տերերի հանք է։ Հանքը շահագործում է Վարդանի Զարթոնք ՍՊԸ-ն, որի 50% փայատերը Լիաննա Միքայելյանն է։ Լիաննա Միքայելյանը ծնվել է 1992 թվականին, ով տվյալ ընկերության իրական շահառու է դարձել 2023 թվականին։ Նախ ընկերներ, հանքի մասին շատ քիչ տեղեկություններ կան բաց աղբյուրներում։ Պարզվում է, հանքի շահագործման իրավունքը տրվել էր 14 տարի ժամկետով, որը կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին։ Ընկերության մյուս սեփականատերը ըստ պետական ռեգիստրի հանդիսանում է հատուկ քննչական ծառայության նախկին աշխատակից Դավիթ Սուքասյանը։ Պատկերացնում եք ընկերներ, ուժային կառույցում աշխատող անձը կարողացել է ոսկու հանքավայր շահագործել։ Դավիթ Սուքասյանը նաև ML Mining ընկերության սեփականատերն է, որը Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում հսկայական թաղամաս է կառուցում, որի պորտֆեյլը կազմել է $350 միլիոն։ Ընկերներ, բայց ինձ հասած տեղեկություններով, կամ ինչպես կասի Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախված լուրերի, հանքը պատկանում է մի քանի անձի, որոնցից մեկը հանրապետական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն է, իսկ մյուս երկուսը ՔՊԱ-ականների ընտանիքի անդամներ։ Այսպես, ըստ լուրերի, հանքում փայաբաժին ունի Վայքի համայնքապետ ՔՊԱ-ական դարձած Մխիթարը, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից թռած նորաթուխ ՔՊԱ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Իդեպ, ասում են, որ Մխիթար կարողացել է փայ մտնել այն ժամանակ, երբ Վայք համայնքի բնակիչները դեմ են արտահայտվել հանքանյութի վերամշակման գործարանի կառուցմանը։ Պարոն Մխիթար, հույս ունեմ կրկին ֆեյքերին քսի կտաս, որպեսզի ձեր, այսպես ասած, անբասիր մաքրամքուր անունը բարձր պահեն։ Ընկերներ, պարզվում է Սերգեյ Բագրատյանի կինը սիրում է անօրինական հանքարդյունաբերությամբ զբաղվել։ Դեռևս 2023 թվականին քրեական վարույթ էր հարուցվել Բագրատյանի տիկնոջ, Նաիրա Հակոբյանի հիմնած Արարակ ընկերության դեմ, որը ապօրինի ավազի հանքերի շահագործմամբ էր զբաղվում։ Սակայն, ինչպես գիտեք, չկա այլևս որևէ քրեական գործ, կա շատ փող։ Ընկերներ, վերոնշյալ ոսկու հանքի հետ կապված բազմաթիվ բողոքներ եմ ստացել։ Աշխատակիցներից ոմանք նշում են, որ սեփականատերերը շահագործում են աշխատողներին, ստիպում, որպեսզի ավելի երկար աշխատեն հանքում։ Իդեպ, նման բողոքներ նաև կան մեկ այլ ոսկու հանքի հետ կապված, որի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի ընտանիքն է, որի մասին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ։ Ասում են, որ Սոֆի Բինայի հանքավայրի շահագործման արդյունքում չեն պահպանվում որևէ բնապահպանական նորմեր, որը կարող է տարածքում բնապահպանական աղետի հանգեցնի։ Սրանց մասին դեռ այսքանը, շուտով ավելի մանրամասն ամեն փաստ կներկայացնեմ։ Վաղը վերադառնում ենք Շիրակի մարզ։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր Հայը։